Այս օրերին հատկապես տեսնում ենք մի քանի անգամ էժանացած ապրանքներ, կանչող տաղավարներ, ամանորյա տոնավաճառներ, լավ տրամադրություն ու չենք էլ հասկանում, թե ինչպես է տարվա ավարտին զուգահեռ ավարտվում նաև բոլորիս բյուջեն։ Չնախատեսված գնումներ ենք կատարում, մարքեթինգի զոհ ենք դառնում։ Ինչպես անենք, որ ամանորին գնենք այն, ինչի իսկապես մեզ անհրաժեշտ է։ Այս բոլոր հարցերը մենք կպարզենք մեր այսօրվա հյուրի հետ։ Մեր հյուրն է Բաբկեն Պիպոյանը, իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչու է հենց ամանորին սպառումը կտրուկ աճում, նույնիսկ նրանց մոտ, ովքեր փորձում են մի փոքր խնայել։ Դες քիչ եմ ճանաչում մարդկանց խմբի, որոնք փորձում են մի քիչ խնայել ամանորին, ինչը որովհետև թեվավոր հնուց եկած խոսք կա, ինչպես դիմավորում ենք նոր տարին, այնպես անցնում է ողջ տարին, եւ այդ լիության ապահովումը մարդկանց սեղանները լիքը լինի, հետո տենց առևտուր անելու տրամադրություն, հետո մեկը մյուսի հետ նույն օրակարգով շարժվելու իրականության մեջ եւ այնպես չի, որ դա բնորոշ է միայն մեզ, դա մարդկությանն է բնորոշ աշխարհի բոլոր երկրներում, եթե ոչ բոլոր, ապա գերակշռող մեծամասնությունում եւ բնականաբար մարքետոլոգներն էլ այս ամենից մաքսիմալ փորձում են օգտվել եւ հաշվի առնելով նրանց մասնագիտական ներուժը շատ դեպքերում կարողանում են։ Իսկ արդյոք կա ճակերտավոր ասված այդ տոնական ճնշումը, որ գնիր, որովհետև բոլորն են գնում։ Նախ դա մեկ կա, երկրորդը դա նաև բնական կողմ։ Գիտեք, հասարակության միշտ զանգված մեր իրականության մեջ հատկապես չի աշխատում բնական ռեժիմով։ Օրինակ ինչով ենք մենք հատկապես տարբերվում քաղաքակիրթ աշխարհից, մասնավորապես արևմուտքից, որի մասին այդքան շատ խոսում ենք։ Մարդիկ այնտեղ չեն աշխատում 16-18 ժամ ռեժիմով, հա։ Մեր իրականության մեջ քչերի մոտ է, որ աշխատանքը իրական 8 ժամյա է, անգամ այդ 8 ժամյա ռեժիմը, երբ որ դիտարկում ենք, 1 ժամ ընդմիջում, տրանսպորտի վատ վիճակ, աշխատանքի հասնելու համար, հա, այսինքն ժամը 9-ին ինքը արդեն ստիպված 8-ին է դուրս գալիս, 6-ին աշխատանքն ավարտում այլի տրանսպորտի վատ վիճակի պատճառով 7-ին 7:30 նոր հասնում է տուն, անգամ 8-ին ձեր ասած եւ ստացվում է անգամ այդ 8 ժամ աշխատողը 12 ժամ աշխատում, որովհետեւ բացակայում է ինքը իր առօրյայից, հա, հետո էլ գալիս է հոգնած բնականաբար տան գործերով, հատկապես իքական սեռի մեր ներկայացուցիչները եւ այս ամանորը այն մի քանի օրն է, որտեղ մարդիկ իրապես կարողանալու են գոնե մի քիչ հանգստանալ, հարազատների հետ շփվել, բարեկամների հետ շփվել եւ բնական է, որ ինչ որ առևտուր անելու եւ սեղան գցելու ցանկություն առաջանում է։ Բացի դա նվերներ հանձնել իրար տոնական տրամադրություն ապահովել եւ այստեղ ինքնին, հա, տոնը եւ մշակույթը զուգորդված գալիս են, որ մարդը անում է այդ առևտուրը։ Այլ հարց է, որ առևտուրը պետք է արվի իրապես խելացի, ինչու նշում իրապես խելացի, հիմա կթվարկեմ, գործոնները, որոնք կարելի է կարգավորել եւ օգտվել մարքեթինգից եւ ոչ թե դառնալ մարքեթինգի զոհ։ Ինչու եմ ասում օգտվել մարքեթինգից։ Որքան էլ որ մեր իրականության մեջ շատերի մեջ նստած է, որ զեղչերը շատ դեպքերում ոչ իրական են, մենք ունենք նաեւ նախ մեկ իրական զեղչեր։ Երկրորդը այլևս օրենքի ընդունումից հետո տարիներ շարունակ 10 տարի, 10 տարի կլներ, որ խոսում ենք, որ լավ օրենք է պետք ունենալ զեղչերը կարգավորող, անգամ եթե այդ օրենքի կատարման նկատմամբ հսկողությունը պետությունը մեր ուզածով չանի, միևնույն այդ օրենքի առկայությունը բավարար է, որ ինչ որ իմաստով ճնշի։ Մոտավորապես բերեմ, որ պատկերավոր լինի, այս օրինակը մեր քաղաքացիների համար էլ, հա, երբ որ մենք ունենք լուսացույց, անկախ ամեն ինչից, եթե անգամ ենք պետավտոտեսուչ ընդհանրապես չունենանք եւ այդ լուսացույցի մոտ տեսախցիկ չունենանք խախտումը ֆիքսող, միևնույն այդ կարմիր լույսը ինչ որ մարդկանց կանգնեցնելու է։ Ճիշտ է, շատերը կլինենք ասեն, դե տեսախցիկ չկա, մտնենք, դե ակնհայտ է, որ պետավտոտեսուչ չկա, չի նկարվելու, գնանք նաեւ չենթարկվենք այս կարմիր լույսին, հա, բայց միայն այն որ դրած է, արդեն ինչ որ չափով կանխարգելող էֆեկտ ունենում։ Հիմա երբ որ զեղչերի հետ կապված լավ օրենսդրություններն ում բիզնեսի մի մասն էլ իմանում է, որ լավ օրենսդրություն կա, խիստ կարող է պատժվի, ինչ որ կանխարգելող բաներ ունեն։ Բայց անգամ էլ եմ կրկնում, եթե մենք ունենք կատարյալ դաշտ, զեղչերը լինեին իրական, այստեղ մարդիկ զոհ դառնալու հնարավորություն ունեին։ Ինչու, որովհետև մարքեթինգը շատ դեպքերում աշխատում է հետևյալ տրամաբանության մեջ, վաճառում է ավելին։ Բերեմ օրինակ, պայմանական, հա, շատ են լինում ամանորին ընդառաջ, գնեք 6
գազավորված ըմպելիք ստացեք 2 նվեր։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պլանավորել էին 8 գազավորված ըմպելիք գնել, իրանց համար սա լավ ակցիա, իրանք օգտվում են մարքեթինգից, բայց բոլոր այն մարդիկ, ում ցուցակում ի սկզբանե 4 գազավորված ըմպելիք էր կամ բնական հյութ, որը ուզեք, այս մարդիկ ձեռք են բերում 8-ը 4-ի փոխարեն եւ բնականաբար դառնում են տուժող կողմ, ինչու, որովհետեւ իրենք այդ առևտուրը չէին անելու, թվում է էժանա։ Օրինակ, տեսեք, գնեք 1-2 բանկա ոլոր, ստացեք մեկը նվեր, երբ որ մարդը հաշվում է, միևնույնն է ինքը հունվարին էլ, փետրվարն էլ այդ ոլորը օգտագործում է, ինչի՞ չէ հիմա անգամ եթե ամանորին չօգտագործի, էլի շահելու է, որովհետև իր հունվարի կամ փետրվարի ծախսն է նվազելու, այնպես որ կարող հանգիստ գնա ձեռք բերի։ Բայց եթե սպეციფიկ ինչ որ մթերքի վրա է այդ ակցիան գործում, որով, այսպես ասեմ, եկել մյուս տարի ամանորին կամ ինչ-որ մեկի տարեդարձին, եթե տանը որոշեն անեն, այդ ակցիանը պատրաստելու են ինքը դրա հատուկ ատրիբուտն է, բնականաբար այս դեպքում այդ ակցիայից օգտվելը անիմաստ է դառնում, որովհետև չպլանավորած ծախսը եւ տեղից մեր ծախսերը ավելանում են։ Ինչ վերաբերում է արդեն ոչ պարային ապրանքների հետ կապված նվերների համար նախատեսած ակցիաներին, ես խնդրեմ մեր քաղաքացիներին ուշադիր լինեն հետեւյալի վրա։ Մենք ունենք ապրանքի գին, մասնավորապես վաճառքի գինը, ունենք միջին գին եւ ունենք զեղչված գին։ Այս 3 գներն էլ պետք է լինեն հրապարակված, շատ դեպքերում հիմա արդեն մոլորեցնում են սպառողներին հետեւյալ կերպ։ Ոչ թե միջին գինը չեն գրում, միջին գինը գրում են, բայց զեղչի չափը նաեւ չեն նշում, բայց մարդը տեսնում է հետեւյալ 2 թվերը՝ պայմանական 100,000 70,000 եւ 50,000, 100,000-ի վրա գիծ քաշած։ Իրականում այդ ապրանքի միջին գինը եղել է 70,000 մի ամսվա ընթացքում։ Դրա համար իրանք զեղչը ստիպված են հաշվարկել 70,000-ից, բայց այն 100,000-ը թողնում են, որպեսզի մարդը շփոթվի։ Միշտ իմացեք, զեղչը միջին գնից է հաշվարկվում, ապրանքի վերջին 1 ամսվա ընթացքում վաճառված, եւ իրականում պետք է մակնշված լինի հենց այդ միջին գինեն, այդ վերջին վաճառքի վերջին օրվա վաճառքի գինը պետք է չտեսնեք, բայց քանի որ զեղչի չափ չեն գրում, որ մեկը չի կարող պատասխանատվության ենթարկել, այսպես ասած, օրենքի ոչ կատարյալ լինելու հաշվին են, եւ ամենահեշտ եւ ամենակենցաղային, խորհուրդը, որ մակարդակում որ կարող ենք տալ, գնումները փորձենք կատարել ցուցակներով, որովհետեւ փորձը ցույց է տալիս, երբ որ մարդիկ առավտուր են անում ցուցակով, նախապես կազմեցանք իրենց ինչ ապրանքներ են հարկավոր, եւ իրենք իրենց համար որոշում են կայացնում, որ խանութում երբեք չեն որոշելու վայ մոռացանք սկզբունքով սա էլ առնենք, որովհետեւ հետո գալու ենք։ 2 անգամ գնացեք խանութ։ Եթե հանկարծ մի բանը հիշում եք խանութում, պարտադիր թողեք, հետո տանը կհիշեք, նորից կգաք։ Ինչու, որովհետեւ ձեզ թվում է հիշում եք, իրականում շատ են լինում դեպքեր, որ ձեզ խանութում թվում է թե պետք է, որովհետեւ գայթակղում է։ Բայց երբ որ հետ եք գալիս տուն, հասկանում եք, որ չառնեիք էլ ոչինչ չելնի, որովհետև ձեր նախնական ցուցակում այս ապրանքը չկար։ Թե գնումները տոնական սեղանի համար, թե գնումները նվերների համար, թե ոչ բարենային այլ ապրանքները, զարդարանքներ եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը ճիշտ է ձեռք բերել ցուցակով եւ ամենագայթակղիչ ակցիայի պարագայում անգամ ցուցակից քանակական իմաստով փորձել չշեղվել, եթե իհարկե չեք տեսնում, որ ակնհայտ շահեկան ինչ-որ առաջարկ է։ Գնեք 2-ը ստացեք մեկը նվեր, օրինակ, ինչպես նշեցի քիչ առաջ ոլորը կամ կարող է ոլորը չլիներ, դրա փոխարեն լիներ այլ ապրանք, որը մենք օգտագործում ենք, եթե անգամ ամանոր չէ, այսինքն մեր սեղանի մաս է կազմում։ Բնականաբար այս ակցիաներից օգտվեն։ Իսկ բոլոր այն ակցիաները, որոնք պարզապես քանակ են ապահովում, բայց մենք տարվա ընթացքում չենք օգտագործում, այս մեթոդը կա մարդկանց մոտ ու նորմալ է, դրանից էլ մարքետոլոգներն օգտվում են։ Չենք օգտվում, կօգտվենք։ Ինչ ա եղել, որ պայմանական է։ Հյութա կառնենք, թող մնա, հետո տանը կխմենք։ Հա, եթե դուք տանը խմում եք, մինչև նախի չէի կառնում։ Թանկեր հիմա էժան է։ Մենակ դա չէր, հավատացեք, իրականում այդ պահը մարդու մոտ է ներքին այդպիսի տպավորություն, բայց պատճառները շատ ավելի խորքային են։ Ամենակարևորը նորից եմ կրկնվում ցուցակներով եւ ոչ մի ավել բան նախատեսածից։ Խոսեցիք օրենքի մասին, արդյոք խաբեությունը օրենքի խախտում է, որ գինը արհեստական բարձրացնում են եւ հետո զեղչում են, բայց իրականում նույն արժեքն է լինում, ինչ որ արհեստական բարձրացնելուց առաջ էր։ Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ զեղչերը հիմնականում նման կերպ էլ լինում են։ Տեսեք, ես անկեղծ կգտնվեմ։
մինչև օրենքի ընդունումը շատ էին նման խախտումները, բայց օրինակ վերջին 2 տարիներին, հատկապես նախորդ տարի, ոչ այս, Սև ուրբաթի օրերին կատակները ավելի շատ էին, քան բուն խախտումները։ Պարզապես հնուց, որովհետև այս խախտումների շարքը եղել էր, այդ իներցիայով, այսպես ասած, խանութ չգնացած մարդիկ սկսել են Սև ուրբաթի հետ կապված կատակներ անել, բայց երբ որ ամփոփեցինք, օրինակ նախորդ տարվա տվյալներով, ահազանգերի մի մասը անգամ որպես բողոք մենք չենք կարող ընդունել, հիմա մի բողոքի օրինակ ասում, ասում է խանութներից մեկում զեղչած էր ապրանքը, հետո մի քիչ այն կողմ այդ նույնը չզեղչած ավելի էժան էր։ Դա խախտում չի, որտեղ կան թանկ խանութներ եւ կան էժան խանութներ։ Կապ չունի, որ թանկ խանութը էժան ապրանքը թանկա վաճառում, ինքը գերիշխող դիրք չունի, չես ուզում մի գնի, որովհետև ինքն էլ համարում է, որ իր տաղավարն ավելի լավ սարքած, իր աշխատողների թիվն ավելի շատ, իր ծախսերը շատ են, հետևաբար կներեք, այդ վերնաշապիկի մեջ ինքը աշխատում է 3000 դրամ, ոչ թե 1000 դրամ, որը անում է ավելի քիչ ծախս արածը։ Այսինքն իրականում վերնաշապիկի հետ կապված մի բողոք ունենք, որ մարդն ասում էր 10000-ը զեղչվել էր 8000, բայց կողքի խանութում 6 էր։ Առանց զեղչի։ Առանց զեղչի, բայց այն խանութը միշտ էլ վաճառել է 10000, այսինքն խախտում չի արել, ոչ թե արհեստական բարձրացրել է, հետո իջացրել է, այլ միշտ վաճառել է 10-ով։ Հիմա զեղչ Այդ պահին վաճառում էր 8-ով եւ որևէ խախտում չէր արել։ Մի քանի խախտում բնականաբար էլի ունեցել ենք, որովհետեւ Ինչ տեսակի խախտումներ եք արձանագրել։ Զեղչերի հետ կապված Սև ուրբաթը միայն զեղչերն ենք ունեցել ենք կոշիկ, որի զեղչը չի անպատասխանել նշածին։ Բայց մասսայական բնույթը, որ ունեինք տարիներ առաջ, այս պայդրությամբ կարելի ասել չունենք։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է, որպեսզի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որ արդեն այս պարողների շահերի պաշտպանության գործառույթները ստացել եւ վերանվանվել, անվանափոխվել է նաեւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, մոնիտորինգների ինտենսիվությունը պահպանի։ Ինչը որովհետեւ անգամ պարզապես հայտարարությունը բիզնեսին կաշկանդում այդ մոտավորապես ես այս օրինակը միշտ պետավտոտեսուչների վրա եմ բերում, որովհետեւ վարորդներն են շատ, մեր քաղաքացիներն են շատ, որոնք այդ երթևեկությունը շատ ավելի լավ են պատկերացնում։ Երբ որ պարզապես ոստիկանություն հայտարարություն անում, որ վաղ առավոտյան ամրագոտիներ ենք նայելու, շատ-շատերը ամրագոտին պարզապես կապում են։ Անկամ եթե ոստիկանները այդ ռեյդը չանեն, միևնույն է, նախորդ օրվա հայտարարությունը բերան իրար փոխանցելով փոխանցվում է եւ շատերն ամրակապված են առավոտյան լինում։ Հիմա երբ որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անգամ հայտարարություն է անում, որ զեղչերը պետքա գործեն այս սկզբունքով, ուշադիր եղեք, որովհետև հսկելու ենք։ Անգամ եթե մեր ուզածով չհսկի, մենակ այդ հայտարարությունը բավական է կանխարգելելու համար։ Դրան հակառակ, երբ որ օրենքի ընդունումից հետո 1-2 ակտիվություն է նկատվում, հետո բիզնեսը տեսնում է, որ ոնց որ թե արդեն մի տարի է, 2 տարի է օրենքն ընդունեցին, այն դրական արդյունքն էլ որն արձանագրում ենք, սկսելու է հետ գնալ, ինչպես հետ է գնացել նույն ամրակապվելու օրինակով, ամրակապված լինելը մեր վարորդների, հեսա գործունա։ Իսկ ինչ վերաբերում է գործող օրենսդրությանը եւ կարգին, զեղչը պարզապես բարձրացած գնի նկատմամբ հաշվարկը չի։ Զեղչը հաշվարկվում է միջին գնից վաճառքի, այսինքն եթե օրինակ դեկտեմբերի 1-ին ապրանքը արժեր 10000 դրամ, եւ բիզնեսը դա վաճառել է 10000 դրամով, անգամ եթե դեկտեմբերի 15-ին մի օր առաջ ինքը այս ապրանքի գինը բարձրացնի 20000 դարձնի, եթե չվաճառի 20000-ով, ապա այդ ապրանքի միջին գինը կմնա 10000։ Եթե անգամ մի հատ էլ վաճառի 20000-ով, ապա միջին գինը այնտեղ եթե շատը 10000-ով է վաճառել, կաճի 50 դրամով, բայց միևնույնն է զեղչը կիրառելու է 10000-ի այդ միջին գնի նկատմամբ, պատկերացեցիք օրինակը, հա, բերենք 4 հատը վաճառել է 10000-ով, 1 հատը վաճառել է 20000-ով, վաճառել է 5 հատ, ընդհանուր 60000։ Բաժանեցինք միջին գինը ստացանք 12000 դրամ։ Զեղչը հաշվարկվելու է 12000-ից, անգամ հիմա եթե մենք սրանք 20% զեղչ կիրառենք, ելի կանգնի 9600, այսինքն թանկացնել, էժանացնելը գործող արդեն օրենսդրությամբ այդքան հեշտ գործ չի, ել չասեմ որ թանկացնեն չվաճառեն, միևնույնն է 10000-ն է մնալու միջին գինը։ Այսինքն մենք խորհուրդը որ ի սկզբանե տվեցինք, հա, անպայման նայեք, որ նշված լինի միջին գինը եւ անպայման զեղչը համատեք միջին գնից, ոչ թե ինչ որ մի հատ գրած ջնջած տվից, որովհետեւ ապրանքի իրական գինը դա հետ միջին գինն է եղել, որի ընթացքում այս ապրանքը վաճառվել է։ Քիչ առաջ խոսեցիք նաև որոշակի ակցիաների մասին, երբ մարդիկ տեսնում են ակցիաներ ու
այսպես ասած ոգևորվում են դրանից, ոգեշնչվում են եւ գնում են անկախ նրանից պետք է թե ոչ։ Արդյոք այդ թող լինի պետք գա ճակերտավոր ասված միտքը տիպիկ հայկական է, թե ամբողջ աշխարհում է դա տարածված։ Գիտեք, այսպես ասեմ, Հայաստանը աշխարհի մաս է եւ առանց վիրավորելու մեր մարքետոլոգներին մենք մարքեթինգը դեռ դրսից ենք սովորում։ Այնպես չի, որ մենք աշխարհին գովազդել եւ մարքեթինգ անել ենք սովորեցնում, հակառակը դեռևս աշխարհից ենք սովորում։ Եվ հատկապես նմանատիպ ակցիաները, որ նայեք, ավելի շատ հայկական ապրանքները նմանակում են դրսի ապրանքներին։ Իսկ դրսի ապրանքները բնականաբար իրենք իրենց շուկաների համար անում են, եւ եթե իրենց հասարակությունը այդ մոտեցումը չունենար, իրենք նմանատիպ ակցիաներ չէին անի։ Ընդհանրապես, երբ որ միշտ ամանորը մեր իրականության մեջ ընկալվում է գնաճով պայման առաջերտին, հա, մարդիկ սպասում որ հեսա գներ են թանկանալու, որ ապրանքը մի քիչ շուտ առնեն պահեն, որ չթանկանա, որովհետև օրորի պայմանական օրինակ խոզի ազդրամիսը թանկանալու է կամ չգիտեմ այլ ապրանք, որը միանշանակ իրենք ձեռք են բերում թանկանալու է։ Երբ սկսվեց նաև զեղչերի հետ կապված խոսույթ գալ մեր իրականության մեջ, երբ որ միջազգային բրենդերը այն ակցիաները, որ անում էին աշխարհի համար, սկսեցին անել նաև բնականաբար մեր շուկայի համար, որովհետև չէր կարող միջազգային բրենդը պայմանական Անգլիայում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում ակցիաներ Հայաստանում չաներ։ Բնականաբար բրենդի ակցիաներ, բրենդի գովազդներ եւ եթե պաշտոնական ներկայացուցիչ ունենք, նաև այդ ակցիան տարածվում էր Հայաստանի վրա։ Բնականաբար նաև հայկական արտադրողներ կան, որոնք մրցում էին այդ բրենդի հետ։ Քանի որ այսօր Volor անունը տվել եմ, եկեք Volor-ի վրա էլ շարունակենք, որ պատկերացրեք դրսի արտադրող Volor-ի անմա ակցիա գնիր մեկը կստանաս ինչ որ մի տարանվեր եւ կողքը տեղական արտադրողը Volor-ի, որ ամբողջ տարվա ընթացքում մրցում են, որ դիրքավորվեն։ Եթե ակցիա չանի նա են առնելու։ Այսինքն դրսի շուկան նաև խաղի կանոններ թելադրեց մեր շուկային եւ այս ակցիաները սկսեցին։ Իսկ այդ մեխանիզմները ինչպես սկզբում նշեցի, մշակվում են ոչ թե պարզապես Հայաստանի համար, այսինքն Հայաստանի համար մի ակցիա անենք, Բելգիայի համար մի ակցիա անենք, մշակվում են ընդհանուր, որովհետև դրանք մարդկության ընդհանուր բնորոշող են, այլ ուրիշ հարց է, որ կարող է ինչ-որ ձևի եւ տրամաբանության մեջ ինչ-որ բաներ փոխվել, ինչու պայմանական գազավորված ըմպելիքներ մի երկրում մի քիչ ավելի շատ վաճառեն, քան մյուսում, հասկանան, որ այնտեղ այս ակցիան չի աշխատի, որովհետև այնտեղ պարզապես չեն խմում։ Այդ քանակությամբ գազավորված ըմպելիք ինչ-որ մյուս երկրում։ Շնորհակալություն զրույցի համար, իսկապես էմոցիոնալ գնումներ պետք չէ կատարել, գնացեք գնումների ցուցակով թե նվերների համար եւ թե սննդի առևտրի համար ու մի կատարեք չափից շատ գնումներ, վստահ եղեք, որ հետո դրա ժամանակը հաստատ կունենաք, ինչպես պարոն Պեպարյանը նշեց, երկրորդ անգամ գնացեք խանութ ցուցակից դուրս, առևտուր մի արեք։ Վերջում մի խորհուրդ եւս ուրիշ մինչև վերջին մի 2-3 տարին մեր խանութներում մինչև հունվարի 5-ը, հունվարի 6-ը կամ դատարկությունը կամ պարզապես այդ խանութները փակ էին։ Փորձը ցույց է տվել, որ վերջին մի քանի տարին, 2-3 տարին առնվազն, եթե ոչ ավելի շատ, խանութները ոչ միայն դատարկ չեն, այլև տեսականի ունեն, այլև ամսի 1-ից են բաց, եթե օրինակ հացի փուռը կարա փակ լինի եւ ամսի 1-ին թարմ հաց դժվար գտնեք կամ ամսի 3-ին օրինակ այդ օրվա արտադրած կատնամթեր դժվար գտնեք, ապա մնացած ապրանքները գերակշռող մեծամասնությունը, որոնք ունեն երկար պիտանելիության ժամկետներ, այս ապրանքները խանութներում լինում են, ավելին ասեմ, շատ ավելի հեշտ եք առնում, որովհետև նոր տարուն հերթ եք կանգնում, իսկ այդ օրերին խանութներն էլ են ազատ, ավելի քիչ մարդաշատ, ավելի հեշտ առևտրով, այնպես որ այն ինչը որ հանգիստ կարող եք կառնել ամսի 3-ին, պետք չի ամսի 30-ին ձեզ կներեք այս բառի համար, բայց իրականում ես ինքս ինձ եմ, երբ որ այդպես եմ անում, ասում ինձ կոտորելով ասա այստեղ պետք չի, այսպես ասեմ, տոնին պետք է իսկապես տոնական տրամադրությունով գալ եւ մինչեւ 31-ի գիշերը ժամը 11-ը արդեն գերհոգնած պետք չի լինել, որ հանգիստ այդ տոնական միջավայրում գնանք այնքան ինչքան հնարավոր է մեր իրականության մեջ այդ տոնական տրամադրությունն ունենալ։ Իսկապես շնորհակալություն զրույցի համար, իսկ հիմա Գովազդ Չանթի եթերում